Ադրիանո Չելենտանոն ծնվեց, երբ մայրը Ջուդիտա Չելենտանոն 44 տարեկան էր։ Հղիությունը Ջուդիտայի համար անակնկալ էր, տեղեկանալով այդ մասին, զայրացել ու բղավել է բժիշկների վրա։ Ջուդիտա Չելենտանոն մինչ որդու ծնվելը համոզված էր, որ երեխան կծնվի մահացած կամ կմահանա ծնվելուց անմիջապես հետո, քանի որ ինչպես ինքն է ասել, չէ որ նա ծերերի որդի է։ Նա նորածնի համար նույնիսկ տակդիրներ ու շապիկներ չի գնել, սակայն երեխան ի զարմանս Ջուդիտայի ծնվում է առողջ։ Քանի որ չկային շապիկներ, ստիպված են լինում նրան փաթաթել հոր շապիկներից կտրատված լաթերի մեջ։ Այսպես ծնվեց աշխարհահռչակ երգիչ դերասան Ադրիանո Չելենտանոն, ում պաշտում էր մայրը, ասում էր, երբ մեծանաս պետք է կամ երգիչ դառնաս, կամ վարսավիր։ Իսկ երիտասարդ Ադրիանոն պատասխանում էր. երգիչ ոչ մի դեպքում, ես չգիտեմ ինչպես երգել, ու դարձավ ժամացույցներ վերանորոգող։ Բայց դա կարճ տևեց։ Ժամանակ անց հետաքրքրվեց երաժշտությամբ, ամերիկյան ռոքնռոլով և այդպես սկսվեց Ադրիանո Չելենտանոյի երաժշտական կյանքը։ Ադրիանոյի ամուսնությունը ևս հաջող ստացվեց։ Նրա կինը գեղեցկուհի Կլաուդիա Մորին էր։ Չելենտանոյի բախտը բերել էր նաև այն առումով, որ մայրն ու կինը շատ էին միմյանց սիրում ու բնավորությամբ էլ նման էին իրար։ Ասում են, երբ Չելենտանոն վիճում էր կնոջ հետ, ապա մայրը ամենից հաճախ հարսի կողմն էր բռնում, նույնիսկ երբ հասկանում էր, որ իր որդին է ճիշտ։ Ջուդիտա Չելենտանոն հաճախ էր հպարտանում իր հարսիկով, ասելով. «Կլաուդիան աշխարհի ամենագեղեցիկ կինն է»։